Եվրամիության դեսպանները, Սյունիքի մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են արձանագրելու դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության առաջընթացը եւ քննարկելու առկա կարիքները։ Ես վստահ եմ, որ մեր ցերտ համագործակցության արդյունքում այն բոլոր նպատակները, այն բոլոր թիրախները, որոնք որ մենք միասին սահմանել ենք, մենք հասնելու ենք բոլոր նպատակներին եւ լուծվելու են բոլոր խնդիրները եւ շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք այն արդյունքը, որի մասին որ պարոն դեսպան մենք բազմիցս քննարկել ենք։ Շուրջ 150 միլիոն եվրո բյուջեով այս համատեղ նախաձեռնությունը շարունակում է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին, ներդրում կատարել հմտությունների զարգացման եւ կանաչ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդլայնել հասանելիությունը հանրային ծառայություններին։ Մենք շարունակելու ենք նախաձեռնել կոնկրետ ծրագրեր, որոնց նպատակն է ուժեղացնել ձեռնարկատիրությունը, միջմարտկային կապերը եւ մարդկային կապիտալը։ Սա մեր նոր գործընկերության մասն է կազմելու։ Հավատացած ենք նաեւ դիմակայուն Սյունիք ծրագրով այս գործունեությունը ավելի շոշափելի կդառնա։ Պատրաստ ենք աջակցել Հայաստանին եւ ուժեղացնել կապը Եվրամիության եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ։ Ֆինանսական բաղադրիչը ընդամենը մեկ ուղղություն է, շատ ավելի կարևոր է գործընկերությունը։ Մարզպետի աշխատակազմի հետ հանդիպմանն ամփոփվեց վերջին տարիներին իրականացված աշխատանքները։ Այս ծրագրերով ապահովվում է մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական կայուն վիճակը։ Սյունիքում առաջնահերթություն է տարբեր ոլորտներում ներդրում կատարելը՝ ջրահեռացման համակարգերի արդիականացումից մինչև առողջապահական համակարգ։ 25 թվի նախատեսվող ծրագրերն են Տաթևի ամբուլատորիայի վերանորոգման աշխատանքները, Կորնիձորում նոր ամբուլատորիայի հիմնումը, Կապանում շարունակվում է պոլիկլինիկայի շենքի վերանորոգման աշխատանքները եւ Մեղրիում նախատեսվում է ունենալ դիահերձարան։ Սա իմ առաջին այցը չէ Սյունիք։ Մինչ այժմ հնարավորություն չենք ունեցել մարզի զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնել, բայց աջակցել ենք Կապանում անցկացվող երաժշտական միջազգային փառատոնին։ Սյունիքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մենք սատարում ենք խաղաղության գործընթացին։ Իհարկե կարևոր են թե գյուղատնտեսությունը, թե զբոսաշրջությունը, բայց հրատապ լուծում պահանջող հարցը խմելու ջրի ապահովումն է։ Նշում է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հավելում, այս ոլորտները կարող են լիարժեք զարգացնել անվտանգության հարցը լուծելու դեպքում։ Բոլոր ոլորտների ուղղությամբ էլ պետք է միաժամանակ իրականացնել ծրագրեր, որովհետև առանձին ոլորտները դիտարկում ենք առաջնահերթություններով, հետևաբար այստեղ դիտարկել թե որ ոլորտն է ավելի առաջնահերթ, դա սխալ կլինի, հատկապես այն պարագայում, որ առանձին յուրաքանչյուր ոլորտի վրա կա առանձին ֆինանսավորում։ Այս ֆորմատով եւ դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությամբ ծրագրերը իրենք անջատված չեն ընդհանուր զարգացման process-ից, իրենք ուղղակիորեն համալրում են կամ իրար հետ փոխկապակցված են մնացած բոլոր ծրագրերի հետ, օրինակ սուբվենցիոն ծրագրերի եւ մի շարք այլ ծրագրերի հետ, հետեւաբար այդ ամեն ինչը դիտարկվում է համայնքային մակարդակում հնգամյա զարգացման ծրագրերի համատեքստ։ Մերի Գալստյանի խոսքով միայն այցերի միջոցով կարելի է հասկանալ խնդիրներն ու լուծումներ առաջարկել։ Այժմ դրանք վերանայելու, լավարկելու եւ հասցեական դարձնելու փուլում ենք։ Հայաստանի բարեկեցության եւ դիմակայունության բանալին համայնքներում է։ Այստեղ է նաեւ այդ բարեկեցությանը եւ դիմակայունությանը հասնելու հսկայական եւ դեռևս ամբողջությամբ չռեալիզացված, չիրագործված պոտենցիալը եւ կարծում եմ մեր հետագա աշխատանքների նպատակը պետք է լինի այդ պոտենցիալը վերհանել եւ լավագույնս ծառայեցնել մեր համընդհանուր նպատակներին։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը մարզի բոլոր համայնքներում են։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպան Եվրոպական միության անդամ երկրների եւ Շվեյցարիայի եվրոպական ներդրումային, վերակառուցման եւ զարգացման բանկերի համատեղ նախաձեռնությունն է։